Պատանիների համար հատկապես շատ հետաքրքիր ինֆորմացիա մարտի 15-ին տեղի կունենա AI Teens պատանիների կողմից պատանիների համար համաշխարհային կոնֆերանսը, որը կտևի ավելի քան 20 ժամ եւ կմիավորի պատանիներին ամբողջ աշխարհից քննարկելու արհեստական բանականության ապագան։ Ես կարծում եմ, այս թեման արդեն բոլորիս է հետաքրքիր, ոչ միայն պատանիներին, այլ նաև մեր նման մարդկանց, ովքեր չէին էլ պատկերացնում, որ երբևէ կարող են այս իրականության մեջ ապրել։ Այս թեման քննարկելու ենք մեր հյուրիի հետ, Թումոյի հաղորդակցության միջոցառումների եւ հանրային կապերի բաժնի ղեկավար Զարա Բուդաղյանն է մեր հյուրը։ Ողջույն Զարա։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Շնորհակալ հրավերի համար։ Ես ոնց հասկացա, սա միջազգային քննարկում է, հա։ Այո։ Քանի երկրներից են լինելու մասնակիցներ։ 16 քաղաքից լինելու են մասնակիցներ, կազմակերպիչը եւ նախաձեռնողը Թումոն է, եւ քանի որ հիմա մենք արդեն բավականին մեծ ընդլայնում ունենք աշխարհում, ներգրավեցինք բոլոր մեր միջազգային Թումոն, այո, ներգրավեցինք մեր միջազգային բոլոր գործընկերներին եւ բոլոր այն քաղաքներում, որտեղ արդեն կան Թումոներ կամ դեռ պատրաստվում են, բայց արդեն ունենք գործընկերներ, ովքեր արդեն աշխատում են պատանիների հետ, որոշեցինք կազմակերպել այս կոնֆերանսը, տևելու է երևի 20 ժամից էլ ավելի, հիմա մի փոքր դեռ մի օրում, ինչպես ասում են, արևը չի մարում Թումոյի գլխի վերևում եւ մենք կսկսենք Լոս Անջելեսից եւ կավարտենք Ճապոնիայում Տակասակիում եւ կստացվի, որ դիմավորեցինք օրը եւ ճանապարհեցինք, հենց օնլայն է լինելու։ Այո, օնլայն է լինելու։ Երևանում բնականաբար ունենալու ենք ֆիզիկական կտոր, բոլոր քաղաքներում ունենալու ենք ֆիզիկական կտոր եւ այդ բոլոր քաղաքները սիրուն սենց աստիճանային գրաֆիկով կապվելու են իրար հետ, իրար փոխանցելու են մի քաղաքից մյուս միջոցառումը եւ նաեւ ունենալու ենք այնպիսի պանելային քննարկումներ, որտեղ լինելու են մասնակիցներ 4 քաղաքից, այսինքն 4 քաղաք միանալու են իրար, Zoom-ի միջոցով, բանով, live stream-ով, կլինեն, ասենք, չգիտեմ, Հնդկաստանից, Երևանից, ասենք, չգիտեմ, Մումբայից, Երևանից, Լոս Անջելեսից եւ ենթադրենք եվրոպական որևէ քաղաքից, օրինակ Փարիզից կամ Լիոնից, կլինի միասին մի հատ քննարկում, հա, եւ դրան հաջորդում են եւ նախորդում են բաներ, հիմնային ելույթներ, հեղինակային ելույթներ եւ ամեն քաղաքում միջոցառումը հենց կամ Թումո կենտրոնում կամ գործընկերոջ տարածքում տեղի է ունենում եւ այսպիսով կստացվի, որ 20 ժամից ավելի կունենանք sense non-stop քննարկում։ Դե ոչ մի պատանի ֆիզիկապես ստիպված չի լինելու 24 ժամ նստել, եթե իրան հետաքրքիր չլինի, հա, ես վստահ եմ, որ հատկապես պատանիների շրջանում էկրանին գամված ժամեր շարունակ ինչ-որ բան նայելը բավականին տարածված է, եւ այս դեպքում ինչու ոչ ավելի լավ է բավականին օգտակար հետաքրքիր ինֆորմացիա ստանալ։ Մենք մի շարք հարցեր ենք բարձրացրել այս միջոցառումով, որոնց գլխավոր նպատակն է, այնպես ինչպես մենք փորձում ենք մեր կրթության միջոցով արդեն ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում ձևավորել առաջատար մասնագետներին եւ օգտատերերին բոլոր տեխնոլոգիաների, որոնք որ հիմա թնդում են, հա, աշխարհում, այնպես էլ բնականաբար AI-ը, արհեստական բանականությունը, որպես հենց հիմա ամենահավակնոտ, ամենաուժեղ եւ ամենաթափ հավաքող տեխնոլոգիա եւ նույնիսկ ես կասեի մշակույթ, պարտադիր ենք գտնում, որ պատանիներին սովորացնենք կիրառել AI-ը, ոչ թե վախենալ դրանից, ոչ թե լինել դրա, այսպես ասած, արդյունք, այլ վերցնել որպես միջոց, որպես զենք, հա, ժամանակակից եւ օգտագործել այն ավելի լավ ապագա կառուցելու համար, ավելի մասնագիտանալու եւ ավելի մրցունակ լինելու համար, որովհետեւ այն հարցերը, որոնք բարձրացնում ենք այս կոնֆերանսով, շատ մեծ սպեկտր ունեն եւ սկսում են համ այն էմոցիոնալ օրինակի համար մասից, հա, ենթադրենք եթե այսօր կարող ես ցանկացած ժամի, ցանկացած հարց AI-ին տալ եւ ինքը անպայման քեզ կպատասխանի, քնած չի լինի, անդրամադրիչ չի լինի, ծնողները չեն ջղայնանա, որևէ բան, թվում է թե կարա AI-ը դառնա քո ամենալավ ընկերը, ընկերները ով է այդ դեպքում էլ լավ ընկեր եւ ընկերներ պետք են թե չէ։ Արտաքին աշխարհից մի տեսակ դու կտրվում ես։ Խնդիրը հենց դա է։ Խնդիրը հենց դա է, ինչպես անել, որպեսզի դու չդառնաս գերին, իսկ նա լինի քո զենքը։ Հենց այդ ենք ուզում սովորացնել մեր պատանիներին, որովհետեւ
տարբեր սենց բաներ կան, հա, հոսքեր կան AI-ի հանդեպ վերաբերմունքի եւ դրա օգտագործման, կան սուպեր տեխնոլոգիաների մասնագետներ, ովքեր ստեղծում են AI գործիքներ, լավ հասկանում են, ստեղծում են AI-ը, հա, ծրագրավորում են, ալգորիթմներն են ստանում եւ այլն եւ այլն։ Կան մարդիկ, ովքեր լավ հասկանում են դրա կարիքը, կարևորությունը, ազդեցությունը եւ այլն։ Իսկ մենք ուզում ենք ստեղծել եւ դրանք բոլորը կարծում եմ, որ պատանիներ չեն։ Իսկ մենք ուզում ենք, որպեսզի մեր երիտասարդ սերունդները ամբողջ աշխարհում եւ իհարկե հատկապես մեր հայ պատանիները լինեն այն սուպեր օգտատերերը, ովքեր լիովին կհասկանան արհեստական բանականությունը, կկարողանան այն կիրառել այնպես, որ դառնան դրա ղեկավարողը, այսպես ասած, հա, որպեսզի հենց այն միջոցը, որը գործիքը, որը տեխնոլոգիաները մեզ հիմա տվել են, ճիշտ ձևով եւ արդյունավետ օգտագործվի եւ օգտագործվի ի օգուտ, այլ ոչ թե ի վնաս։ Այսօր ես որ տեսնում եմ ինստիտուտներում, հա, ուսանողները ոնց են իրենց աշխատանքները վստահելով AI-ին ռեֆերատներ, տարբեր աշխատանքներ, որից իրենք անգամ բովանդակությունը գրում են ինչի մասին է, տրվում է, քանի է ջուզեն եւ լավագույն դեպքում հուսամ, որ գոնե կարդում են ինչ է տվել, որովհետեւ կա դեպքեր, որ չեն կարդում։ Ես մոտավորապես մի անգամ առիթ ունեցա, ասում եմ, ջահելների այդ մասին քննարկում ունենալու, ասեցի, գիտեք ինչի է նման, այն դասարանի գերազանցիկների, որ բոլոր իրենց արտագրում էին, ինքը եթե մի սխալ աներ, ամբողջ սխալն անում էին, եւ իրականում դու անցնում են տարիները, դու մի օր հանգում ես, գալիս ես ինչ որ մի հարցի լուծման, պարզվում է, որ դու չգիտես, որովհետև այն միշտ արտագրել ես։ Եվ հիմա ուզես թե չուզես արտագրելու աղբյուր չկա, դու այս պահին այդ հարցին պետք է որոշում տաս եւ դե կամ չես կարողանում տալ եւ այդտեղ լինի քո պարտությունը, կամ չգիտեմ։ Հիմա եթե մենք ես իհարկե վատ եմ պատկերացնում առհասարակ, որովհետև այդ աշխարհի շատ ճիշտ ու կահեր եք տանում։ Նույն ձև եթե այն ժամանակ դու կարող էիր վերցնել ինչ որ մեկի կոնսպեկտը քսերը 20-եր, հետո քննության ժամանակ արտագրեիր, ոչ կարդայր, ոչ հասկանայր մեջ ինչա գրած, հա, տարբերություն նրա ոնց որ կարող էիր գնալ 76 հատ գրադարանում 78 ժամ անցկացնել եւ փորձել հասկանալ համեմատել այս գրքից նայել այն գրքից նայել եւ փորձել դրանից քո միտքը ձևավորել, դա նույն տարբերությունն է, եթե դու վերցնես ուղակի AI-ին հարց տալը մասնագիտություն է, ճիշտ այդպես կոչված prompt գրելը, այո, ճիշտ ձևակերպելը, ճիշտ առաջադրանքը տալը մի առանձին հմտություն է եւ հենց հարցը է դա որ այդ հմտությունն է պետք է սովորել եւ ստեղծարարության այդքան որ ասում են որ արվեստը կմեռնի որովհետեւ AI ամեն ինչ բացարձակ այդպես չէ որովհետեւ հատկապես ստեղծագործ աշխատանքում օգտագործել AI-ը շատ մեծ հմտություն է եւ եթե դու այդ հմտությունը չունես ստեղծարար միտք չունես ճիշտ ձևակերպում չես կարող տալ չի օգնի քեզ է կտա քեզ պրիմիտիվ մի հատ վիզուալ որը կտա եւս 700 հոգի մարդու 7000 7 միլիոն չգիտեմ ինչև է այո դրանք ամենապրիմիտիվ բայց դրանք ամենապրիմիտիվ որտեվ առաջադրանքով ստացած վիզուալներն են եւ եթե նույն ձև ինչպես այդ կոնսպեկտի ժամանակ դու վերցեցիր ուղղակի արտագրեցիր ընդհանրապես ոչինչ չնայեցի դա քո ընտրությունն է քեզ է չի ստիպելու դա անել նույն ձև ոնց որ այն ժամանակ դասախոսը չէր ստիպում որ վերցնես մի բան առանց հասկանալու արտագրեսը մագիստրական տարիներին երբ տրվում էր այդ 2 տարին սովորելու չնայած որ մենք 2 տարի էլ գրում էինք բայց այդ գրելու համար դաս էինք գնում ուսումնասիրում էինք կարդում էինք որ գոնե մի տարին ամբողջությամբ վատնենք, որովհետև ավելի քիչ ենք դասի գնում, վատնենք մագիստրական թեզ գրելու համար եւ մեզնից ուզում էին 72 է, չհիշում եմ մինչև այսօր, անպայման թեզ։ Եվ դուք այդ ժամանակ աշխատում էիք մի ամբողջ մեկ տարի գրում էիք, մի տարի հավաքում էիք աշխարհը, այո, որպեսզի կարողանանք ձևակերպել մի օրիգինալ հեղինակային միտք։ Հիմա կարա վարքյաններ նախ օրինակ անհնարին է, որ դուք 70 էջանոց թեզի համար մի քանի վարքյանում առաջադրանք տաք AI-ին։ Դուք պետք է աշխատեք ձեր առաջադրանքի վրա։ Ձեր առաջադրանքը պետք է մշակեք, ելնելով արդեն ձեր ունեցած գիտելիքներից։ Միջ այդ նույն AI միջոցով այդ գրադարանների եւ այլնի դերը կատարեք, իրան հարցեր տալով ստանանք ձեր ինֆորմացիան, հետո այդ ինֆորմացիայի հիման վրա նոր է ձեր առաջադրանքը ձևավորեք եւ նոր կտևի վարքյանների ընթացքում դա չի լինի։ Ես վատ գիտեմ, բայց մոտավորապես հասկացա։ Ճիշտ օգտագործելու գործիքը ճիշտ կիրառելու մասին է եւ այս ամբողջ կոնֆերանսը դրա մասին է, որպես առաջին հերթին։ Բայց դուք խախտում տեսնում եք երեխեքի սխալ ուղղության գնալու
խնդիր արդեն բարձրացվել է, որ դուք ուզում եք ամեն ինչ անել, որ իրենք գոնե թե սկսեն այդ գործիքը ճիշտ իրարել։ Մենք տեսնում ենք գործիքի, դե իհարկե տենց չեմ կարող ասել, որ մի հատ մեծ լուրջ ուսումնասիրություն են կարել դրա հիման վրա, մենք ավելի շատ տեսնում ենք, քանի որ մենք տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչ ենք, մենք տեսնում ենք զարգացող հզոր գործիք։ Տեսնում ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում գործիքը շատ ուժեղ զարգացում է տալի եւ անկեղծ ասած, արհեստական բանականությունը մենք օգտագործել ենք մեր բանում, մեր ծրագրային ապահովման մեջ, մեր թումոշավիղի մեջ տարիներ առաջ, որովհետև այն, որ մեր ծրագիրը հնարավորություն է տալիս ամեն ուսանողին ունենալ իր ինդիվիդուալ կրթական պլանը ելնելով իր ռիթմից, իր սովորելու ունակությունից, արագությունից, ընտրությունից եւ այլն, դա արհեստական բանականությամբ արվել դեռ տարիներ առաջ։ Դրանից հետո հետևել ենք բնականաբար ուշադիր եւ արդեն երկրորդ տարին է, ինչ մենք աշխատում ենք այս ուղղությամբ եւ նույնիսկ մի քանի մրցանակ ենք ստացել մեր արհեստական բանականության AI learning coach, այսպես ասած AI մարզիչ, այսպես ասած, ստեղծելու համար, որը կօգնի մեզ էլ ավելի մեր կրթությունը ուժեղացնել եւ լավացնել, ավելի նորարար դարձնել։ Եվ հիմա արդեն պատրաստվում ենք, որպեսզի մեր հմտությունների շարքում, մեր 14 ոլորտում ավելանա արհեստական բանականությունը։ Նախ գործիքները բոլոր ոլորտներում ունենանք, որպեսզի ավելի արդյունավետ լավ արդյունքներ ստանանք եւ հենց արհեստական բանականությունը որպես հմտություն, որպես ոլորտ, որպես թեմա մտցնում ենք Թումոյի կրթական բովանդակության մեջ։ Եվ ինչ ենք ուզում ենք, որ չունենանք այդ որոշակի մի քիչ հենց էլի պրիմիտիվ ստանդարտ օգտագործում AI-ի, որ մի հատ տեքստ եմ գրել, խնդրում եմ խմբագրի անգլերենը, որ լավ լինի։ Հա, իհարկե դա պետք է անել, կարելի է անել, բայց դա ամենապարզ առաջադրանքն է, կամ մի հատ հեսա 4 հատ նկար, մի հատ նկար սարքի 50 տարի հետո ես ինչպեսին եմ լինելու։ Քեզ համար ծրագիր գրի։ Իհարկե։ Նոր համակարգչային ծրագիր։ Եւ ինքը քեզ համար գրի մի ամբողջ ծրագիր, որի համար մարդիկ գլուխ են դարձնում։ Իհարկե, ծրագրավորման ոլորտում հիմա AI գործիքները ամենա օգտագործվողներն են եւ շատ կոդեր գրվում են AI միջոցով, բայց չի կարա, ես չեմ կարող AI-ից ուզեմ, որ ինքը ինձ ծրագիր գրի, չի աշխատել ծրագիրը։ Պիտի տիրապետեք ինչ իհարկե, դու պետք է լինես ծրագրավորող եւ հասկանաս մի կոդը ոնց կարող ես իր միջոցով անել։ Իրենք շատ ավելի մոտ են։ Այո, դա շատ լավ եւ դա շատ լավ է եւ շատ կարեւոր է, որպեսզի իրանք ճիշտ սովորեն օգտագործել այդ գործիքը եւ դրա միջոցով ավելի առաջատար դառնան, քան թե ուղղակի կորեն նրա մեջ, որ կորցնեն իրենց ինքնությունը եւ հիմա դա այդ հարցն էլ ունենք կոնֆերանսի մեջ, հաշվի առնելով, որ AI-ը համ դառնում է ստիլիստ, համ դառնում է image maker, համ դառնում է ամեն ինչ եւ կարա որոշի քո ոճը, ինքնությունը եւ ամեն ինչը, որտեղ ես մնում իսկական դուն։ Եվ հենց դրա մասին ենք ուզում խոսենք եւ այդ ենք ուզում սովորեցնենք եւ ճիշտ գտնենք ճիշտ բալանսը տեխնոլոգիական գործիքի օգտագործման եւ դրա գերին դառնալու միջեւ։ Հետաքրքիր է, որ շատ գիտնականներ, որտեղ ես ուղղակի, այսպես ասած, լսում եմ այդ մարդկանց կարծիքը, երբ խոսում են AI-ի մասին, դե բոլորը փաստում են արդեն, որ ինքը եկել է մի ժամանակ, որ ինքը ինքնուրույն է արդեն ապրում եւ մենք մասնագետներս ոչ կարողանում ենք իր վրա արդեն ազդել, ոչ էլ կարողանում ենք իրեն ինչ որ վիրուսներով ջնջել, որովհետեւ ինքը ինքնուրույն գտնում է հակավիրուսը, ինքը իրեն մաքրում է, ինքը իրեն ավելի ուժեղացնում է, այնպես է անում, որ վաղը չկարողանաս իրեն որևէ կերպ վնասել։ Այսինքն այդ ինքնուրույն ապրելու իր, չգիտեմ, այդ ոնց ինքը կարողացավ եւ ասում եմ շատ գիտնականներ վախենում են այն մակարդակի, որ ես անգամ լսել եմ նրանից ձևակերպում, որ մենք այնպես ենք վախենում, որ թվում է թե ուղղակի պետք է հոսանքից անջատել ու վերջ, բայց իրականում էդ էլ չի օգնում, վաղուց ի վեր ինքը լրիվ ինքնուրույն է եւ ինքը կարող է ինքնուրույն որոշել ինչ անի, ոնց անի, որտեղից ինչ վերցնի եւ ոնց ապրի։ Առհասարակ սա իրականում միֆային իրողություն է, որովհետև եթե գիտնականներն են այս մասը, ստեղծողներն են այդ մասին ասում։ Դե հիմա որ օրինակ վերցնենք, բացենք օրինակ, չգիտեմ, ChatGPT-ին կամ Claude AI-ը եւ հարցնենք, որպեսի մեզ մի հատ ցույց տա կարծիքները AI-ի շուրջ տարբեր գիտնականների եւ պետքա բայց նաեւ պետքա նստենք հիմա թվում է թե եթե տենց ենք անում եւ եթե ինքը ինքնուրույն ապրում է եւ տենց մի հատ վախենալու սենց բան կերպար է մի քիչ տենց Մեֆիստոֆիլյան ուրեմն ինքը կվերցնի կջնջի
կննջի բոլոր այն կարծիքները, որոնց մասին դուք եք ասում, կթողի մենակ լավ կարծիքները, բանանի կփոխի սաղ գիտնականների կենսագրությունները եւ այլն, բայց ի վերջո իրականում եթե հիմա մենք դա անենք, մենք կստանանք մի հատ ամբողջական զեկույց, իհարկե թե ճիշտ կրկին առաջադրանք տանք, կստանանք մի հատ ամբողջական զեկույց, որտեղ կկարողանանք նայել այդ գիտնականներից որ մեկը ինչ պորտֆոլիո ունի, ինչ բեքգրաունդ ունի, ինչ է ասում իրականում, այլ ոչ թե ինչ որ մեզ հասել է օրինակի համար կոնտեքստից կտրած, ինչ որ նախադասությամբ եւ այլն եւ կրկին մենք պետք է ուսումնասիրություն անենք, որ հասկանանք եւ մեր կարծիքը կազմենք։ Ես անկեղծ ասած հիմա չեմ կարող ասել հա ճիշտ են ասում կամ չէ սխալ են ասում։ Ոնց որ ցանկացած վիճակում, հա, պետք է այդ ինֆորմացիան ստուգեմ, կարդամ, հասկանամ, այստեղ հարցնեմ, այնտեղ հարցնեմ, sense մասնագետի հարցնեմ, նենց մասնագետի հարցնեմ։ Ինչ կլինի AI-ի հետ, հետո պետք է քննարկենք, հասկանանք նաև այս կոնֆերանսի մեջ, բայց շատ կարևոր է, որ հենց հիմիկվանից հատկապես եթե հասկանում ենք իր այդ հզորությունը, ուրեմն պետք է կարողանանք հետո աշխատել։ Թեկուզ գոնե բանակցել, եթե ոչ ղեկավարել։ Դե ասպետ աստված, որովհետև երբ իրականում դու հասկանում ես իր հնարավորությունների մասշտաբները, ես շատ հաճախ սկսում եմ ինչքան էլ որ ես իրապես գաղափար չունեմ, այդ ինձ համար մի քիչ օտար աշխարհ է, մենք լրիվ այլ իրականության մեջ ենք մեծացել, բայց մտահոգության բան կա, որովհետև Այ ինչպես դուք ասացիք հիմա ծրագրին անդրադառնալով, հա, ես տեսնում եմ այսօր ուսանողությունը իհարկե պրիմիտիվ մակարդակով, բայց ոնց է ինքը իր կաշին փրկում եւ իրականում սա բերում է նրան, որ ոչ միայն դու էլ խնդիր չես ունենա ինչ որ մեկին խնդրել տալու արտագրելու, այսինքն դու լրիվ անկախ ես դառնում ես առումով եւ պարզապես քեզ պետք է գիշերը ինքը գրի, որ դու առավոտյան արագ տպես տանես հասցնես, այստեղ եւ մասնագիտական մարդկանց, հա, մասնագիտության անկում է լինում, այսինքն անհատի կարեւորությունը սկսում է կորչել եւ ինքը երևի թե շատ սիրուն ձևով դրան տանում է, բայց հենց դա որ անհատի կարեւորությունը այստեղ հարցն է, եթե մեր դասախոսը, որը այդ աշխատանքը ընդունում է կամ որևէ, չգիտեմ, եթե դիմում ես ծրագրի եւ դու ուղղակի այ ձեր ասած ձևով նախորդ գիշերը մի հատ փոքր առաջադրանք տվեցին, ինչ որ մի հատ հիմնային տեքստ ստացար, որ ոչ կարդացիր, ոչ խորացիր, ոչ հասկացար ինչա տարար տենց տպած տվեցիր, եթե դիմացինը սուպեր յուզեր է, հասկացող մարդ է, ինքը միանգամից տեսնել որ դու աշխատանք չես արել, դու օգտվել ես գործիքից, նույնիսկ Google-ից, նույնիսկ կարող ես Google-ում գտնել, չէ՞ մի բան։ Դե բայց դա լրիվ ուրիշ դաշտում հարց է, ներկայացված է վերջ։ Բայց դա լրիվ ուրիշ դաշտում հարց է, արհեստական բանականությունից դե հեչ մեղք չունի։ Դե իհարկե ամեն մարդ իր համար է որոշում, ինքը ինչքան է ուզում կրթվել։ Խնդիրը ձևավորված արհեստական բանականությունից շատ ավելի առավ։ Հաստատ, պարզապես եմ ասում կա ուղղակի հնարավորություն արդեն այդ ծուլությունը եւ այդ անգրագիտությունը օգտագործելու։ Հնարավորությունները կան, մարդիկ տարիներ շարունակ գնել են իրանց կուրսայինները եւ դիպլոմայինները։ Եվ շատ հաճախ լինում է որ նույն մարդուց գնել են նույնը մի քանի հոգի եւ նույնը համալսարանում ներկա այո այսինքն ծուլությունը միշտ ճանապարհ ասում են դա անբաժանմա շարժիչն է այո անդրադառնալով ծրագրին վերջին հարցը եթե կարելի է Զառա նմանատիպ հանդիպում հա որովհետեւ այստեղ ասացիք 16 քաղաքներից է լինելու էլ պլանավորում եք որովհետեւ վստահ եմ որ սա այնպիսի ինֆորմացիա է որ կուզենան Հետագայում նախ այս միջոցառումը հնարավոր է դիտել ամբողջությամբ ցանկացած պահին միանալով մեր tumo.ai tag-ից teens կայքում կամ հենց tumo.ai-ը եթե մտնեք կտեսնեք որ այնտեղ ծրագիրը կա եւ շուտով կհայտնվի նաեւ հղումը առցանց live stream-ի եւ հնարավոր կլինի դիտել ցանկացած պահից սկսած, այսինքն անպայման չի որ սկզբից մինչև վերջը։ Բոլորը անգլերեն են խոսելու։ Անգլերեն թարգմանությամբ լինելու, խոսելու են բոլոր լեզուներով, թարգմանվելու է անգլերեն ամեն ինչ։ Հետո տեսանյութը տեղադրված կլինի կրկին նույն կայքում անպայման։ Բացի դրանից այսօր կարծում եմ արդեն մենք կհրապարակենք Երևանի ծրագիրը եւ այն մարդկանց ում հետաքրքիր է որ գան եւ տեղում Երևանում գտնվող AI մասնագետների, երիտասարդների, փորձագետների հետ շփվեն եւ հենց տեղում լսեն թե իրենք ինչ են խոսում եւ հետո որոշ ժամեր նաեւ լայվը միացրած է լինելու Թումոյում կարելի է հենց այդտեղ էլ նստել նայել դա հենց այսօր արդեն մեր սոցցանցերում կլինի եւ հրավիրում ենք բոլորին շատ սիրուն միջոցառում ամեն դեպքում պետք է լինի եւ հետաքրքիր եւ նաեւ հաճելիորեն միգուցե կզարմանաք թե որքան
շատ խելացի են մտածում եւ խոսում պատանիների այս ամեն ինչի մասին եւ ինչքան ոչ վախենալու է, այլ ոգևորիչ է այս ամեն ինչը իրականում։ Շնորհակալ ենք, որ մեջ ուրնեք, ես ևս մեկ անգամ կամ դուք հիշեցրեք երբ է մարտի 15-ին։ Մարտի 15-ին tumo.ai կայքից tumo.ai/teens նաև հնարավոր է այժմ գրանցում անել եւ ստանալ հղումը, հենց որ կսկսվի live stream-ը եւ նույնիսկ նախապես մտեք, գրանցվեք եւ կարծում եմ չարժի բաց թողնել եւ սա վերաբերում է եւ պատանիներին եւ նրանց ծնողներին, որպեսզի չունենանք այս բազմաթիվ հարցերը եւ չխառնվենք իրար թե ինչ է գալիս եւ ինչ է պետք անել եւ ինչպես պաշտպանվել, իսկ ինչպես ավելի լավ է պաշտպանենք մենք մեզ սխալ որոշումներից եւ մոտեցումներից եւ ճիշտ օգտագործենք տեխնոլոգիաների տրված բոլոր գործիքները, այս ամեն ինչի մասին խոսելու ենք, հենց որ tumo.ai եւ Tumo-ի բոլոր սոցցանցերում տեղադրված են հայտարարությունները, հղումները, կարող եք միանալ, գրանցվել եւ սիրով կսպասենք ձեզ թե առցանց, թե Tumo Երևանում։ Գովազդներ եթերում։